Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիո ընդունիչները։ Սա բիզնեսն է Մանթաշյանցի հետ, Վարամ Միրաքյանի հեղինակային հաղորդաշարն է, երկրորդ խոսափողի մոտ ես Դավիթ Խումարյանն է ձեզ համար աշխատում։ Բաժանորդագրվեք գործարար ալիքին լրատվական ռադիոյին եւ իհարկե Վարամին բաժանորդագրվեք, որովհետեւ բացի ինչ որ անձնական եւ գործնական բաներից նաեւ հետաքրքիր վերլուծություններ է ժամանակ առ ժամանակ տեղադրում Վարամը, այսօր հենց վերլուծություններից մեկի մասին ենք խոսելու, ողջույն Վարամ։ Ողջույն Դավիթ։ Մեքենայի միջից մեզ լսողները, մարդիկ ովքեր որ ճանապարհներին են հիմա եւ ամենայն հավանականությամբ լարված ներվերով են մեզ լսում, թող մի փոքր բարձրացնեն ռադիո ընդունիչի ձայնը, որովհետեւ խցանումների մասին ենք խոսելու եւ խցանումների ազդեցության մասին հայրենական տնտեսության վրա։ Տնտեսական տեսանկյունից խցանումները, քանի որ հիմա էլ ոնց որ թեման արդիական է, վերջի ամառը ոնց որ քններից եկավ Երևանում ապրելը։ Դրա համար շատ արդիական է, մի քիչ այս թեման բան արեցի, փորձեցի ավելի խորանալ ու մոտավորը հաշվարկներով Երևանի վրա տարեկան մոտ $200 միլիոն նստում է բանը խցանումները Երևանի վրա կես ժամ, եթե հաշվի առնենք, որ միջինը մարդիկ կես ժամ են ուշանում, 30 րոպե են ուշանում, այսինքն սովորական իրենց անցնելու ճանապարհը 30 րոպե ավելի ուշ են անցնում, որը կարծում շատ պահպանողական թիվ է։ Ու հետո այդ 30 րոպեն դες գումարում ենք ընդհանուր թվերին, որ ենթադրենք միջինում մի աշխատաժամը արժի ինչքան է մեր մոտ, եթե չեմ սխալվում, 1800 դրամ էր թե ինչ, մի ժամ միջինում 300,000 դրամ, ժամի բաժանում ենք ամսեկանը միջինում 300 բաժանում ենք ժամերի, գալիս է մոտարպես 1800 դրամ, 1800-ից եթե կես ժամ հանենք, որ մարդը միջինում կես ժամ աշխատաժամանակը կորցնում, այդ մի հաշվարկ տարբերակներով հաշվում ենք օրական Երևանում մոտարապես 250,000 մարդ դժում է խցանումների պատճառով, այդ 250,000 մարդու աշխատաժամանակը, երբ որ կես ժամով ենք հաշվում, պլյուս հաշվում ենք թե ինչքան հավելյալ վառելիք են իրենք ծախսում, պլյուս հաշվում ենք տնտեսական էֆեկտ թե իրենք ինչքան են ենթադրենք բեռնափոխադրողները, առաքումները, թե ինչքան են գործեր ուշանում, պայմանական ասած բեռնափոխադրողը օրվա ընթացքում 5 կետ պետք է իր բեռները հասցնի, բայց հասցնում են 4 կետ, այսինքն 10% կամ 20% տնտեսական արդյունավետությունը այդ բիզնեսի ավելի վատանում է եւ այդ բիզնեսի եւ այն բիզնեսի ով այդ ապրանք վերցնում վաճառում է եւ այլն, այսինքն զուտ տնտեսական արդյունավետության վրա էլ է այդ ազդում այդ խցանումները, պլյուս ինչ որ էմոցիոնալ հատվածներ, նյարդային համակարգի վրա ազդեցություն ծառայություն, եւ այլն, ու այդ ամեն ինչը որ հաշվում ենք, շատ պահպանողական, շատ լավատեսական թվերով մոտավորապես տարեկան մենակ Երևանի խցանումները Երևանի վրա $200 միլիոն են արժենում։ Այսինքն, եթե մենք ուզում ենք, որ այդ խցանումները այսինքն մինչև $200 միլիոն ներդրումը տարեկան, դա պետք է հասնենք ոչ թե ծախս ճանապարհային, այլ ներդրում, որովհետև մենք պետք է այդ վնասը փոքրացնենք, էլի, հետեւաբար ներդրումը ճանապարհների վրա, երբ որ ասում են բյուջե չկա եւ այլն, այդ բան չէ, այդ բյուջե չկա, sense ավելի շատ ենք դժում, էլի, ոնց որ այդ պետք է համացություն անել։ 200 միլիոնը շատ մեծ գումար է, էլի, Հայաստանի նման երկրի համար, նամանավանդ, եթե մենք հաշվում ենք, որ տարվա կտրվածքով է, այսինքն ամեն տարի 200 միլիոն, երևի թե Վարամ Հայաստանում ինչ ոլորտի մեջ էլ 5 տարի ամեն տարի 200 միլիոն ներդրում անես, ոլորտը կծաղկի։ Այո, մենք այդ ոլորտում տենց վստահաբար մենք տարածաշրջանի առաջատարը կդառնանք ու կապ չունի դա որ ոլորտ է։ Երևանի ճանապարհաշինության բյուջեն շատ փոքր էր, չեմ հիշում ինչ թիվ էր, բայց բավական փոքր թիվ էր տարեկան, համեմատ Երևանի խնդիրներին։ Ու այստեղ զուտ բանը մեծացնելը, այդ բյուջեն մեծացնելը դենց օրակարգային հարցը հաշվի առնելով, որ մեքենաներն ավելանում են, ինչը նշանակում մեքենաներն ավելանալը, նշանակում գույքարկի ավելացում, այսինքն նույն բյուջեն ավելի շատ գումար է մտնում, այդ ավելի շատ փոխամատում բյուջեն էլ պետք է մեծացվի, չէ՞, անհամեմատ, որ վաղուց մարդիկ ուզենան էլի մեքենա բերեն ու էլի ավելի շատ հարկ տան։ Մեզ օրինակ համոզում են քաղաքային իշխանությունները ու իրականում բոլոր ժամանակների քաղաքային իշխանությունները, հա, ոնց որ տենց մեղքը չդնենք մենակ այս քաղաքային իշխանությունների վրա, որ աշխարհի բոլոր մեծ քաղաքների համար դա համար 1 խնդիրն է։ Բայց մեր քաղաքը կարծես թե այնքան էլ մեծ չի ու ճիշտն ասած այն մեթոդները, որով որ քաղաքային կառավարումը փորձել է այդ հարցը լուծի, խոսքը գնում է այդ պարկովկաների, կայանատեղիների գնի վճարների մասին, դպրոցի ժամերը տեղափոխելու մասին, իրական խցանման խնդրի լուծման։ Այդ դպրոցի ժամերը հասկանում եմ կապ ունի, բայց օրինակ պարկովկաների գների բարձրացումը ինչ կապ ունի խցանման։ Ասում են քիչ կգան կկանգնեն։
Այսինքն տրամաբանությունն է դեր, որ կանգնելու տեղ չի լինի, մարդիկ քիչ կգան կգան։ Ուզում ենք ավելի շատ բյուջե դրա միջոցով գումար ներգրավենք, որ հետո այդ գումարը ներդնենք ճանապարհաշինության բանը, այդ տրամաբանություն կա, բայց հենց ուղիղ տրամաբանություն չկա, էլի որ պարտինգը թանկ եղավ, ավելի ճիշտ կանգնում, չէ, իրոք այդ չեն կանգնել։ Եվ փաստորեն քիչ էլ չկանգնեցին, էլի։ Էլի մեկը տաքսին ավելի թանկ եղավ, էլի, հա։ Հիմա չէ, այստեղ իրականում ենթակառուցվածքային տեսանկյունից մենք երևի 15-20 տարի չէ Երևանում աշխատանք չի տարվել, վերջի աշխատանքը Երևան Զախարյանի ժամանակ արվեց, ով էր Երևան Զախարյանից հետո, ասենք նույն Տարոն Մարգարյան, Գագիկ Բեգլարյան, բանը Տարոն Մարգարյան, Հայկ Մարության, Տիգրան Ավինյան, ասենք իրենց ընթացքում որևէ ենթակառուցվածքային պրոյեկտ չի արվել։ Վերջի Երևան քաղաքի խցանումների թուլացման ենթակառուցվածքային պրոյեկտը եղել է դա Սարալանջն էր, դա Մորունթե Մելքոնյանի ճանապարհն էր, դա երկաթգծի ճանապարհն էր, որ դարձեցին, դա այդ դեպի Քանաքեր Զեյթուն գնացող նոր, այսպես կոչված նոր ճանապարհ, որ ինչեւ հիմա նոր են ասում, հա։ Սրտից ալարեցին մինչև վերջ որակով գործանեն, այսինքն չգնեցին բանով բնակիչների գույքը, որ գոնե միջշավի լայն ճանապարհ լիներ, եթե լայն ճանապարհ լիներ, ասենք Երևանը էս մի ծայրի, այն մյուս ծայրի հետ շատ արագ կապելու միջոց էր, ու առանց բաների էլի, առանց լուսացուցիչների։ Այդ ճանապարհը ես ինքս ավտոքշող չեմ, բայց դու որ քշողես, երևի այդ ճանապարհը հարմար չի, որովհետև ես ինչքան գնացել եմ, այդտեղ բավականին դատարկ է, այսինքն ոնց որ մարդիկ խուսափում են այդ ճանապարհը օգտագործելուց, հայտնվում են շենքերի բակերում մեքենա։ Այդ խոսքը գնում է, չէ՞, այդ Բելաջոյի հետևից դեպի ներքևի թաղամասեր գնացող, այո։ Մի քիչ բան արեցին, մի քիչ որ լուրջ մոտենեն, դե մի քիչ լայնացնեն ճանապարհը, գնա ծախս ավելի շատ կանեն, բայց ավելի շատ այդ շատ կարևոր է, ասենք դիքը մեքենաներ քաղաքի կենտրոնով անցնել փոխարեն այդտեղով կանցնել։ Եւ բարեկամության հրապարակի կամուրջը կարծես, ես այդ եմ հիշում, այդ նույն ժամանակահատվածում էր ինքը։ Ռուսիայի բանը է, այդ ավելի հանր, այդ մի քիչ ավելի հիներ է, կարծեմ Ռոբերտ Քոչարյանի ժամանակին արդեն Ռուսիան եւ այլն, հա, բայց վերջինը երևի այդ են, դրանից հետո իշքան 15-20 տարի առաջ էր մոտարպես։ Դրանից հետո Երևանում խցանումների թուլացման որևէ ենթակառուցվածքային պրոյեկտ չի արվել։ Լոլոներ են մենակ, թե պարզա որ դու 20 տարի 15 տարի ոչ մի բան չանես, է պարզա հիմա պետքա կոլապսի գանք։ Ու մեքենաների թիվը կտրուկ սկսում աճել, ուզում եմ ասեմ, հա, որ կանգնեցենք սենց է։ Ու հիմա եկել են նրան, որ այտենց ուզում են մեքենաները արտել են մուտքը կենտրոն բան, որը որ սենց են անճարության բանն է, էլի, շատ բայց լավ տարբերակ չի այդ վարը։ Օրինակ ես գիտեմ, որ Իսպանիայում քաղաքներ կան, որտեղ որ կենտրոնի մուտքը ինչ-որ ժամանակային բանով է։ Այդ ճանապարհը անելու գնալու համար տենց ոնց շատ մեծ մտավոր կարողություններ պետք չէ։ Ասենք 100 մեքենա է գնում, 50 մեքենա գնա խցանները կճանա, հա, բնականաբար էլի, բայց խոսքը ինչի մասն է, հիմա ես կոնկրետ այդ օրինակ չգիտեմ, բայց շատ քաղաքներ ոնց որ իրենց հնարավոր ամեն ինչ արման, հետ նոր ասում են դրան, այդ ոնց որ ամենավերջ կետն է։ Իսկ Երևանը դեռ շատ բաներ ունի, որ կարողանաս մենք հնարավորին ամեն ինչ արեցինք, չազդեց, հիմա անցնում ենք բաներին, էլի սահմանափակումներին։ Չինական մոդելը կա, չէ՞, զույգ ու կենտ ավտոմեքենաների համար։ Այսինքն մի օր զույգ թվով սկսվող մեքենաներն են, մի օր կենտ, բանկա, չէ, Չինաստանում ուրիշ է, տարբեր քաղաքներում տարբեր է, կա որ մենակ էլեկտրականներ են թողում, բանս։ Տարբեր տեղեր տարբեր, մոդելներ տարբեր կան, բայց քաղաքներ կան, որ լուծել են այդ հարցը, էլի նույն բանը, հիմա եթե օրինակ ես հիշում Շվեյցարիա որ քաղաքներ Ցյուրիխներ կարծեմ, որ ամբողջ գետնիտակ հին քաղաքեր նեղ փողոցներով որ չեն կարող ցերտել, բայց ամբողջ գետնիտակ բաներ, պարտինգներ մեծ մասկայական տարածքների վրա։ Երևանում չկա այդ օրինակ, բայց ինչու չկա Երևանում, որովհետև մասնավորը չի կարող իրան թույլ տա պարտինգներ սա, ոնց որ Միացյալ Նահանգներում կամ նույն Չինաստանում, շատ երկրներում այդ պարտինգները մասնավորն է։ Միացյալ Նահանգներում շատ շահութաբեր բիզնես է, մարդիկ հող են առնում, պարտինգ են կառուցում։ Առանձին բիզնես է, ոչ պակաս շահութաբեր, քան ասենք բնակարան կառուցել վաճառում, էլի։ Հա, ինչու, որովհետև այնտեղ պարտինգները թանկ են։ Հիմա Հայաստանում այդքան թանկ չի, որ դու հող առնես ու պարտինգ կառուցես եւ այդ գումարը քեզ հետ գա 50 տարուց շուտ էլի, իսկ ներդրման դեպքում գոնե մի 15 տարում պետք է գումարը հետ գա 10-15 տարում։ Հիմա դրա համար օրինակ գաղափարներից մեկը, ոնց որ ես նաեւ այդ մասն էի անդրադարձել, պետք է սուբսիդավորեն պարտինգների կառուցումը մասնավորեն։ Պետությունը փող չունի, հասկացանք, լավ, օքեյ, չունի թող չսարքի պարտինգներ, բայց սուբսիդավորեն, ենթադրենք ներդրումի 40%-ը քեշբեք է տալի պետությունը։ Դու եթե հանրային հարկային արտոնություններ ատալը, հանրային խրախուսման շատ ձևեր կան։ Շատ ոլորտներում այդ խրախուսման ձևերը հենց հիմա էլ գործում է, չի ջերմոցաշինություն, ի գործարան եթե արտադրել տեղեր ես բացում 20%-ի ենթակառուցվածքի տեսքով քեշբեք է տալի։ Եվ այլն, ասել են պարտինգ է սարքում 40%-ը քեշբեք է տալի։ Կենտրոնում, չգիտեմ, 50%-ը քեշբեք տալիս, ծայրամասերում 20%-ը քեշբեք տալի պետությունը։ Եթե դու սարքում ես պարտինգ, դե գները բնականաբար շուկայական պետք է լինեն, ինչ ես կարող դրանց 5000 դրամ ժամ, էլի, ոչ մեկ չի
մտնի ուղղակի տեղ էլ։ Այո։ Հա, օրինակ այդպիսի ճանապարհներով նախ պարտինգները կավելանան, երկրորդը ահռելի տեղ ու Երևանում դե հիմնականում գետնի տակ պետք է լինեն պարտինգները։ Օպերայի պարտինգից օգտվել ես դու։ Հա, շատ Հարմար է, չէ՞, այսինքն ինքը նորմալ է։ Գլոբալ հարմար է, ուղղակի այդ իտալացիները որ կառուցել են ռենկոներ, չէ՞, կառուցել իտալական չափանիշներով, այնպես փուճուր ավտոների համար է։ Մի կերպ են կանգնում բանը, հա։ Այնպես շատ դժվար է լինում կանգնել, իրական շատ փոքր, Եվրոպայում այնպես փոքր է, Միացյալ Նահանգներում ասենք կարաս 5 մետրանց պիկակոպով հանդիստ կարաս կանգնես, այնտեղ որևէ խնդիր չկա, այստեղ հաստատ չես կարող։ Բան, բայց շատ հարմար է այդ տեսանկյունից ու միշտ էլ լցված է, ու գներն էլ ասես բավական դեմոկրատ են։ Հիմա ու այդպիսի շատ տեղեր կան, որ գետնի տակ պոտենցիալ կա այդպիսի պարտինգներից, նույնիսկ սկսենք պրիմիտիվ բան, այնպես մեր գրասենյակը այնպես ստացվել քաղաքապետարանի մոտակայքումը, ասենք մոտակա բոլոր մեքենաները քաղաքապետարանի աշխատողների մեքենաներն են, այսինքն քաղաքապետարանի աշխատողները չունեն պարտինգի տեղեր։ Հետևը ոնց որ ունեն պարտինգ, բայց ես վստահ եմ, որ չի հերիքում, այո, չի հերիքում իրանց։ Սյուրռեալիզմի մակարդակ էլի պատերազմ քաղաքապետարանի աշխատակիցները չունեն պարտինգ տեղեր։ Բան, բայց օրինակ քաղաքապետարանի դիմաց ասես մի հատ մեծ չասեմ այգի, մենակ ծաղիկ են ծառում, դե ծառալ չեն դրում, ունե ծառալ դրան Միասնիկյանի արձանի դիմաց, դե մեծ մեծ տարածք կա, չէ՞։ Հա, դե չգիտեմ, նախ չեմ հասկանում դե խի ծառը չեն տնկում, որ լավ ջրում են, լավ խնամում են, էլի կարան ծառը տնկեն, մի քանի տնկ դրել։ Բայց դրա տակ օրինակ հրաշալի պարտինգ կստացվի այդ մեկ մի քիչ եթե առաջ գնանք նույն այդ բանի Էլիտ պլազայի դիմաց Շահումյանի հրապարակի տակը հրաշալի պարտինգ կստացվի։ Որտեղ օպերան լավ օրինակ է, էլի, այսինքն ինքը ոնց որ մի անգամ եղել է, տեսնում ենք եւ պահանջարկը կա դրա եւ ես չգիտեմ ովքեր են սեփականատերերը այդ պարտինգի, այդ պրոբլեմներից մեկն է, էլի քաղաքապետարանի պարտքանը։ Այսինքն դա աշխատող, այդ երկու հրապարակում էլ մեծ հաշվով կարելի է։ Այդ երկու չգիտեմ, բարեկամության բանը Մեջիլյանի այն այգու դիմաց մեծ տարածք կար, որ այդ էլ մի հատ աբսուրդի բան է, նույն Շահումյանի հրապարակը Մեջիլյան արտաքին ոնց որ պարտինգ էր, այդտեղ մեքենաները կանգնեն, դրես փակեցին, չեն թույլատրում կանգնեն։ Այդ էլ չեմ հասկանում, էլի, այսինքն եթե չեք թույլատրում կանգնեք, առաջարկեք որտեղ կանգնեն մեքենաներն, էլի։ Կամ ինչու ես միշտ ասում եմ, տարածքները մը դատարկ է դրես քաղաքապետարանը փակեց։ Օրինակ այդ հրապարակի տակ հիմա տես կարամ խորանամ շատ ասեմ, էլի, այսինքն պետք է գետնի տակ գնանք մենք Երևանում մնացած բան, բայց եթե որ սուբսիդավորում լինի, արդեն ով որ շինարարություն անում, ասեն ոչ թե 3 հարկ ներշտեվտիչն էլ 5 հարկ ներշտեվտիչնի պարտինգներ կան ու վարձով կտա եւ այլն, այսինքն այդ ուղղությունը կսկսի զարգանալ։ Հիմա այդ նույն երբ որ պարտինգները շատացան, արդեն դու կարաս փողոցները մաքրես, ըստ էության շատ տեղեր փողոցների երրորդ գիծը միշտ փակ է։ Ու հետեւաբար համակենտրոնի համարյա թե բոլոր փողոցների մասին։ Ու շարժը շատ դանդաղում է այդ պատճառով, էլի։ Երբ որ այդ լինի, արդեն կարաս երրորդ գիծը բացես, այդտեղ հետո գալիս է երբ որ երրորդ գծերը արտելեցիր արդեն կանգնել մեծ, քանի որ շատ պարտինգներ կան, դու խրախուսում ես որ գնան պարտինգներում կանգնեն։ Դրանից հետո դու կարող ես բան անել, էլի, այն օրինակ որ պոլիսը հիմա գալիս մեքենաներին տանում է, չէ՞, տանում է Տուգանային հրապարակ։ Այդ պետք է աուտսորսարով մասնավորեին, որովհետև 5 հատ մեքենա կա, թե 6 հատ մեքենա կա, դու ամբողջ քաղաքը խախտում ես, դու ո՞նց կարող ես սպանել, էլի, դա դարձել է բախտի բան, էլի, ասենք ես էլ եղել կանգնել եմ, ասել եմ դե լավ, դե մի 90% հավանականությամբ բախտը կբերի, հա, ուտենց էլ լինում է, չեն գալիս, մի անգամ է այսքան ժամանակ եղել, որ եկել են, էլի, դե հենց էլ ճաշ չի լինում, համակերպվում ես որ դու գանվես, որովհետև պետք է արագ տեղ հասնես, հա, բայց արդյունավետությունը շատ թույլ է, 5-6 մեքենայով չեն կարող իրենք արդյունավետ հետևեն օրենքի պահպանման, հետեւաբար այդ գործառույթը պետք է հանձնեն մասնավոր, ոնց որ նույն Միացյալ Նահանգներում շատ քաղաքներում, Լոս Անջելեսում այդ գործառույթը մասնավորներ անում, մասնավորներ անում նաև այդ թվում բան կար այնտեղ, ասես գնում են սխալ տեղեր պարտինգ անելուց, մարդիկ են ասես բան քայլելով կամ մեքենայով կամ սկուտերով ասեն գալիս են, ով սխալ տեղը կանգնած էր տուգանք դնում ասում են ու Թբիլիսիում էլ կա այդպես պրակտիկա, չգիտեմ մասնավոր է թե չէ, բայց էլի ինչ այդպես համազգեստով շուտ մարդիկ են բերում դնում են, ասում են դու տուգանված ես։ Դե այդպես պետք է անեն, որովհետև պոլիսը այդքան աշխատող չունի, ոստիկանությունը այդքան աշխատող չի կարող ունենա, պետք է աուտսորս անի, այդպես ավելի ժան կստացվի պետության համար ու ավելի կարգը ավելի լավ կպահպանվի, ասենք նույն Լոս Անջելեսի մոտակայքում դու 5 րոպե եթե ինչ որ բան սխալ տեղ կանգնեցիր ամեն հավանականությամբ քեզ կտուգանեն 5 րոպե, ասենք 10 րոպեի դեպքում հաստատ կտուգանեն, բայց եղել է դեպք ես կանգնել եմ մտնել բանկոմատ, հոп հետևից հետի տուգանելն, ասենք որը 3 րոպե էր տևելու, էլի, այսինքն արդյունավետությունը շատ ուժեղ է Միացյալ Նահանգներում, իսկ Երևանում կանգնում ես 6 ժամ հետո գալիս ես անթույլատրել տեղում կանգնում ես 6 ժամ հետո գալիս ես տեսնում ես կանգնած մեծ հաշվով արամ արտապատվիրակելու հետ կապված, էլի նամանավանդ որ հիմա չկա առանձին ոստիկանություն, որը զբաղվում է մեքենաներով, այսինքն պարեկներ են, որոնք որ բազմաֆունկցիոնալ ոստիկաններ են, չէ՞։ Այսինքն մենք մի մարդուն
ով կարա հանցագործ բռնի կամ հանցագործություն կանխի, ասում ենք դու ստեղ ուշադիր նայի, այս մարդը ավտոն ձախա կանգնացրել, թե աչա կանգնացրել։ Ինգազադրամ տուգանի։ Մեծ հաշվով տեսնելու համար ինքը գծից այս կողմա կանգնած թե կողմ որևէ հմտություններ ինչ որ լուրջ պետք չի, ցանկացած մարդով տեսողության խնդիր չունի, կարա գա ֆիքսի, որ այս որ այս ավտոհամարանիշներով մեքենան գծից այս կողմա կանգնես։ Մենք հիմա բարեկին ծոր կրթություն ենք տալի, ծախս ենք անում իր վրա, իրան ասում ենք դե դու տեղից կհետևես այս հակա աչեր գծից թե ձախեր են։ Դե նորմալ պրիմիտիվ լուծումներ կան, որը չեն արվում, հիմա այս ոնց որ ստեղից օրինակ շատ մեծ հավանականությամբ ամենամեծ արդյունավետության կանոն է տուգանքների ուժեղացում եւ այլն, բայց առաջին պետքա դու բան անես, էլի, առաջին պետքա համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծես, նոր սկսես ավելի խիստ տուգանել, էլի, ոնց որ երբ որ դու կենտրոնում ունեցած չգիտեմ, պայմանական ասած 50,000 մեքենայի կանգնելու տեղ կամ ամբողջ քաղաքում, չգիտեմ, կամ 30,000 մեքենայի, այդ դրանից հետո սկսում ես արդեն մաքրել, որ երրորդից ոչ մեկ չկանգնի։ Հիմա օրինակ մյուս կետը, որը ասենց ակնհայտ լուծումը, որը Երևանի դեպքում չի արվել, ինչու ակնհայտ լուծում, որովհետև խցանների դեմ պայքարում ամենատարածած լուծումն է աշխարհով մեկ։ Երևանը պետք է շրջապատված լինի օղակներով, որտեղ մեծ արագությամբ դու կարող ես անցնել առանց կարմիր լույսերի ու այդտեղից մտնել քաղաքի ցանկացած կետ, օրինակ, ասես մեծ արագությամբ եկար, մտար ստեղից Էրեբունի են, վերևից մտար, չգիտեմ, Սիլաչի կամ եւ այլն, բայց ասես կողքով անցնում ես, արագ որտեղ ուզում ես մտնում ես, եթե չուզում գնում ես հասնում ես Մասիս։ Օրինակ այդ խնդիրը կա, մեր օրինակ Մասիսից Սևան գնալու համար մենք Երևանը մեջտեղով պետք է անցնենք։ Մի բան պատմեմ քեզ, կներես, ընդհատում եմ, ճարտարապետ Հրաչյա Պողոսյանի հետ առիթ եմ ունեցել այդտեղ հարցազրույց անելու, մեծ կառուցապատում հաղորդաշարի շրջանակներում էր, սիրելի ռադիոլսողներ, համացանցում կգտնեք այդ հաղորդաշարը, ինքը պատմում էր, որ Նարդոսի փողոցը փոքր կենտրոնի համար հենց քո ասացի համար է կառուցված։ Եվ ինքը ասում էր, որ ինչ որ այսօր կատարվում է Նարդոսի փողոցում, այդ որ ակերա դրած խանութն, ասում էր, այդտեղ պետք է ոչ մի բան դրված չլինի։ Ասում էր, այդ ճանապարհը պիտի բացարձակ բաց լինի, որ ասենք, եթե մարդը Էրեբունիից գալիս է, ուզում է գնացենք դեպի Նորքի Զանգված, դեպի Արաբկիր, ինքը պիտի մտնի Նարդոսի փողոց, հենց քո նկարագրած, ասում եք, տենց կենտրոնը, առանց կենտրոն մտնելու պիտի տենց Նարդոսով գնա ու շարունակի։ Դե հիմա քաղաքը շատ է մեծացել, երևի թե նմանատիպ այլ օղակներ են պետք, ոնց որ ասենք Մոսկվայում կա, եթե ես չեմ սխալվում, երևի թե մնաք բոլոր մեծ քաղաքներում էլ կա, ու բանը, ու այդ ճանապարհն օգնում է, որ դրա շուրջ բոլորը նաև զարգանա քաղաքը, այդ ենթակառուցվածքներ զարգանան։ Հիմա օրինակ մի հատ այդ հարավային թևից, հյուսիսային թևից, բոլոր արևելյան արևմտյան բոլոր թևերից այդպիսի ճանապարհներ են պետք, որովհետև հիմա աբսուրդ է, ասենք, Եշմիածնից ուզում ես գնաս Սևան, պետք է Երևան մեջով անցնես։ Ասենք մի ժամ այդտեղ բանը ուտենց ինձ թվում է մի քանի 10,000 մեքենա չուզելով մտնել Երևան մեջ ամեն օր մտնում են։ Մի քանի 10,000 որ պետք է ուղղակի անցնեն գնան մյուս կողմ մտնում են Երևանից, այդ շատ մեծ թիվ է։ Հիմա օրինակ շրջանցող ու մի շատ կարևոր կետ կա, այդ շրջանցող ճանապարհները պետք է լինեն առանց լուսացույց։ Այսինքն դե գնա, այո։ Արագ գնան այնտեղ, չգիտեմ, այդ արագությունը կլինի 80, թե 100, ցանկալի 100 լինի։ Որոշ տեղ կարող ուղղակի ճանապարհային ենթակառուցվածք թույլ չտա կամ ռելիեֆ թույլ չտա, բայց պետք է լինեն առանց բանի, առանց լուսացույցի ու այնտեղ ինչ որ ոնց որ բանն է, էլի մեր էլի այտենց sense ոնց որ տեսեք, երևույթներ կան, որը ցույց է տալիս, որ ճանապարհի շինության զբաղվողները տեղակ չեն ոլորտից։ Այդ մի երևույթ տեսնում ես, հասկանում ես, որ իրենք ոլորտի հետ կապ չունեն ընդհանրապես, էլի, որովհետև Երևանից օրինակ բանը հյուսիս-հարավն են կառուցած, չէ, Երևանից Գյումրի։ Ու ասենք Պրոշյան հատվածում 5 տեղ դրել են, որ ինչ որ մեկը գալիս է սեղմում է լուսացույցը, 150 հատ մեքենա կանգնում է, այդ մեկը տպ անցավ Պրոշյանի մյուս կողմը, հետո գնաց այդ 150 մեքենան անցավ։ Կամ ասենք տեսնում, ինչ որ մի հատ տատի է անցնում, 500 հատ մեքենա կանգնում սպասում են, ինչ որ մի հատ տատի անցնում է։ Հիմա տնտեսական արդյունավետության տեսանկյունից նայենք, այդ մի հոգին է կարևոր, թե 200 մեքենա, որոնք որ 3 րոպե ուշանում են իրենց գործից, ու դրանց 5 հատ լուսացույց է։ Եթե 2 տեղ էլ կանգնեն, ասենք 6-7 րոպե իրենց հանդիպումից ուշանում են կամ իրենց գործից կամ իրենց արագությունը ուշ են հասցնում, այո, որովհետև մի տատի որոշել անցնել։ Այդ աբսուրդ է։ Այսինքն ու արագընթաց, օրինակ Միացյալ Նահանգներում, մենակ Միացյալ Նահանգներում չէ, շատ տեղերում տեսա, բայց հատկապես Միացյալ Նահանգներում շատ քաղաքներում, ասենք նույն Լոս Անջելեսում, չգիտեմ, Շարլոտում, Դալասում եւ այլն, ասենք քաղաքի մեջտեղով մեծ արագությամբ մարյուղ է անցնում, նույն Գլենդելի մեջտեղով։ Մեծ արագությամբ մարյուղ է անցնում, որ 100 ինչքան այնտեղ 65 մայլ է, կարծեմ թե 60 մայլ է, 120 կիլոմետրին մոտ։ Հա, մոտ 110-120 կիլոմետր արագությամբ կարծես անցնում ու ոչ մի լուսացույց չկա, մեծ մարյուղ է անցնում ու ինչն է, այդ ինչին է օգնում, որ դու Գլենդելի ցանկացած կետ մտնում ես այդ մարյուղով, արագ դուրս ես գալ։ Այնտեղ մեկ ճանապարհ այդ 120 կիլոմետր արագությամբ
դուրս գալու ենթակառուցվածքներ կան, որ միջնախապես պետք է դուրս գալ լինի բանը։ Դե ճիշտ գծի վրա լինես, որ կարողանաս դուրս գաս ճիշտ գծից հետո դիցնել մի շատ նախապես պետք է մտնես եւ այլն, ինչ որ պայմաններ կան այդ մեծ արագությունով դուրս գալու։ Այդ բոլոր պայմանները դու դուրս ես գալի գլնդելի ցանկացած կենտրոն։ Պատկերացեք Երևանի Խանջանի վրա ոչ մի լուսացույց չլինի, դու արագ գաս այս ծերից մտնես, այն ծերից դուրս գաս, արանքում էլ, ասենք ուզենաս մտնես այդտեղ, հոպ արագ մտար, ուզեցար մտներ թումենեն, հոպ արագ մտար եւ այլն։ Այդ շատ արագացնում, դրա համար նայում ես հսկայական քաղաքներն, ասենք մի քանի միլիոնից 13 միլիոնից եւ այլն, բայց շատ արագ կարող ես ինչ-որ մի տեղից տեղ հասնես։ Պրոշյանի թաղամասի տատին վերադառնալով, եթե տատիկ ուզում է փողոց անցնի, կարելի է վերգետնյա սարքել կամ ստորգետնյա սարքել, այսինքն այդտեղ էլ լուծում կա, էլի, այնպես չի որ։ Մի քիչ թանկ լուծումը, բայց հաստատ ավելի էժան է, քան այդքան մարդու կանգնեցնել սպասեցնել, էլի, հա, բայց այնց ու աբսուրդները դա հյուսիսարավի վրա է։ Հետո երկրորդ խնդիրը, այսինքն հյուսիսարավը պետք է նույն Պրոշյանի մեջ էլ 70 արագություն չլինի։ Հա, եթե բնակելի տարածքի նախ բնակելի տարածքի մեջով չի, եզրով է ասում մեկ, երկրորդն էլ դուք ենթակառուցվածքները սարքեք կնենց, որ դու բնակելի տարածքից հետ կապված խնդիր չլինի, այսինքն ինչ են անում այդտեղ բորդեր են սարքում իրանում, բայց այդտեղ դու պետք է ոնց որ եկել ես 100 արագությամբ, նույն 100 արագությամբ էլ պետք է մինչև Երևան հասնես։ Այդ շատ կարևոր բան է, որովհետև իմաստը որն է արագընթաց մարյուղը էս կառուցում մեջն էլ 5 հատ լուսացույց ես դնում։ Ու արագությունը սարքումս 60 կմ/ժ, քանի որ բնակավար է այստեղ։ Դա աբսուրդ որոշումներ են, էլի։ Այդպես, այսինքն այդ օղակաձև ճանապարհները լսել եմ, որ հիմա նախագծվում է, որ շատ օղակաձև լուծումներ այդպես, բայց նաև պետք է բանել, շատ լինեն այդպիսի լուծումները։ Էստակադաներ են պետք տարբեր տեղերում հիմա նույն բանի ժամանակ, ասենք ընդ գարաժ մոլի դիմաց այդ բանը որ կա, կալցով ոնց է հայերեն, հրապարակ, շրջանաձև խաչմերուկը, ոնց ասենք իր։ Շրջանաձև խաչմերուկում օրինակ այդտեղ հաստատ էստակադա կարա լինի։ Այդտենց էլի տեղեր կան, որ նույն ֆիզիկայի խաչմերուկում կարող լինի եւ այլն։ Տեղեր կան, որ էստակադաներ պետք է լինեն ու լրիվ պոտենցիալը կա անելու, որ այդ ամեն ինչ հոս կարագացնեն, այնտեղ գնում է հաջորդ լուսացույցի մոտ էլ բան է սանում, էլի, մի ժամանակը ավելի երկար է սպահում, վերջ այդ հոսքը դատարկվում էլ, ինչ որ գնալու այնտեղ կուտակվի էլի։ Ու բանը, հետո լուսացույցերի համակարգի խելացի համակարգ ներդրում։ Ես որ գրեցի, այնց ընկերներից մեկը Լոս Անջելեսից գրեց, գիտես որ Լոս Անջելեսի խելացի լուսացույցերի համակարգի ներդրողները ու կառավարողները հայր են։ Շատ հետաքրքիր թեմա ենք բացել, ցավոք սրտի 22 րոպեն անցել ենք։ Արդեն մի 5 րոպե դեռ ունենք խոսալու, բայց այդ երևի թե ամենակարևորն է։ Ահա, լուսացույցերի խելացի լուսացույցերը, որովհետև մենք 21-րդ դարում ենք ապրում, ես Այսինքն ինքը պարադոքս է հասկանում, մենք 21-րդ դարում դա ամեն օր է մեր մոտ, մենք չենք ֆիքսվում, բայց 21-րդ դարում ինչ որ մի մարդ փայտը ձեռը գալի կանգնում է խաչմերուկի մեջտեղը ու փայտով ասում է աճ գնացեք, ձախ գնացեք, այսինքն որ եթե մենք էլի տնտեսական հաշվարկ կանենք, այդ մի մարդու փայտով կանգնելու ժամանակ շատ ավելի թանկ է, քան մի հատ խելացի լուսացույց տնենք։ Հասկանում, բայց իշքան, ասենց ոնց որ անտեղյակ ենք հաշվարկներից տնտեսական, որ մենք ներդրում ենք անում, ոստիկան ենք պատրաստում, որ իրավական համակարգ, այդ ոստիկանին կանգնեցնում ենք մի հատ, որի տեղը կարելի է փոխարեն մի հատ լուսացույց տնել։ Ու այդ լուսացույցն փայտով ասում է այս կողմ գնացեք, այն կողմ գնացեք։ Ինքը նոնսենս է, էլի 21-րդ դարում։ Այդ լավ է, որ իրենք ծառայում են հասարակության, դες գիշեն որ իրենք հասարակության ծառայելու համար են ախտեսված, բայց դες դաժան պետք չի իրենց հիշեցնել այդ ամեն ինչի մասին։ Հիմա այդ լուսացույցերի համակարգը որ Լոս Անջելեսում ես բավական շատ եմ վարում, այնտեղ ամեն գնալուց վարում եմ տարին մի քանի անգամ, ու այնտեղ կարմիր լույս համարը շատ քիչ է հանդիպում, ինչու՞ համար, որովհետև այնտեղ դատչիկներ կա դրած, հենց դու մոտենում ես ինքը հաշվում է, որ խաչմերուկն ավելի ծանրաբերած, այդ բացում է։ Նաև հաշվարկում մյուս խաչմերուկները, եթե այդտեղ ծանր դու գնացիր այնտեղ եւ այլն, ընդհանուր համակարգ։ Այսինքն ոչ թե նախապես է ծրագրավորված, այլ ըստ իրավիճակի է փոխում։ Ինքը ասենք ես օրինակ Արադիշնում երեկոյան է, հիմնականում երեկոյան ավելի տեսանելի, որովհետև ասենք ես Արադիշնում տեսնում եմ հենց կարմիր վառված, չէ՞։ Ես գալիս եմ մյուս խաչմերուկից եկողներ չկան։ Ես գալիս եմ կարմիրը հենց մոտեն հոп բացում են, նորից անցնում եմ։ Որտեղ ինքը նայում, այն կողմից մեքենա չկա, մենակ ես եմ ստեղով գալիս, հետո ինչ որ փոխել է կարմիր։ Կարակ բացում ու դրա համար մեկ-մեկ ստացվում է Լոս Անջելեսով գնում ես գմ կանաչները բացելով, քեզ զգում ես բան, էլի, այտենց ինչ ասեմ, որովե պաշտոնական ներկայացուցիչ որ կանաչ լույսը։ Քեզ համար տենց բացում են կանաչ լույսերը։ Ահա, այդ տրամբանական բաները նույնը ցերեկն արվում, ցերեկ մի շա հաշվարկ ավելի բարդ է, դրա համար չես զգում, էլի ինքը հաշվում է որտեղ ավելի շատ ծանր բռնված եւ այլն։ Հիմա ես
ես կարող եմ sense երկար թվարկեմ 22 րոպեն անցավ, չէ, բայց կարող եմ sense շատ երկար թվարկեմ, թե ինչ կարելի անել, մինչև որ որոշենք մեքենաների թիվը սահմանափակենք, բայց նորից եմ ասում, մեքենաների թիվը սահմանափակելու համար մտավոր ունակություններ պետք չեն, այդ sense պրիմիտիվ հաշվարկ է, 100 ավտո է գալիս, արդեն 50 խծանոց տուլանա, ու բայց դրա տնտեսական հետևանքները բացական եւ այլն, մինչև դրան հասնելը այս համաձայն եմ, որ դա որոշ քաղաքներում անում են այլ լուծումներ չունենալու դեպքում, բայց մինչև դրան հասնելը Երևանում կա ես օրինակ գրել եմ մի 15 լուծման մասն էի գրել, որ 15 հիմա ես չեմ բան հավակնում, որ իմ լուծումները բոլորը լավագույնն են, այո, բայց 15-ից 5-ը թող լինի լավագույն տարբերակ։ Հիմա այդ երբ որ արվեն այդ 5, 10, 20 լուծումները, դրանք իրականում երկարաժամկետ են, չեն էլ պահանջը որ մի տարվա մեջ անեն, ինձ թվում է 10-15 տարվա պրոյեկտ են, էլի այդ ամեն ինչ որ թվարկից, նույն ուղղակաձև ճանապարհներ, բան եւ այլն, բավական երկարաժամկետ են, պարտինգների կառուցումը, սուբսիդիա տանք 5 տարում նոր կունենանք բավական չափի։ Բայց գոնե սկիզբը պիտի երևա, չէ՞ որ process-ը սկսել։ Երբ որ հիմա սկսեցինք ու 15 ու պլյուս դրա մեքենաների քանակի ավելացում կա ամեն տարի ու 15 տարի հետո 10 տարի հետո զգում ենք որ չէ, այս խնդիրը չի լուծում, ավելի է պարտանում եւ այլն, նոր հասնում ենք սահմանափակումներ, բայց մինչեւ դրան անցնելը մենք ամեն ինչ պետք է անենք այդ խնդիրը լուծելու համար, այդ ամենակարևոր կետն է։ Ու ես չեմ տեսնում, որ վերջի 15-20 տարվա ընթացքում որևէ բան է արվում այդ խնդիրները լուծելու համար։ Ես չեմ ասում ամեն ինչ։ Որևէ բան արվում է, ենթակառուցվածքներ է կայացվում, բայց ծախս ենթակառուցվածքների վրա գումար չի մանր ոչ էական հիմնական որոշումներ։ Եվ մեկը ամենակարևոր կետը պետքա ճանապարհաշինության չափանիշների փոփոխություն։ Մեր ճանապարհաշինության չափանիշները 80-ականների վերջին սովետական գոստով է դեռ, այդ չգիտեմ որտեղ է աշխարհում։ Բայց ասում էին մենք փոխել ենք լավա լինելու բան։ Գոստը չի փոխվել դեռ, բան ճանապարհաշինության չափանիշները չեն փոխվել, օրինակ բանում նույն տարբեր ընկերներ կան, որ եւ Ռուսաստանում եւ Ուկրաինայում եւ չգիտեմ տարբեր երկրներում հետ սովետական ճանապարհաշինությամբ մեզ զբաղվում, իրենք բոլորը ապշում են, որ ասում են սովետական չափանիշներով, օրինակ Ուկրաինը 20 տարի առաջ է չափանիշները փոխել, չգիտեմ Ռուսաստանը 25 տարի առաջ է փոխել չափանիշները եւ այլն, այսինքն նույնիսկ այդ բոլոր երկրները չեն գործում այդ չափանիշները, այստեղ սովետական գոստով է 80, չեմ ասում 4 թե 6 թվականի գոստով։ Վերջի ընդունած։ Հա, այդ ասես ամբողջությամբ թյուրիմացություն է։ Մենք այնքան արդյունավետ ճանապարհների բան տարբերակներ կան, նույնիսկ բան ունենք, էլի, նույնիսկ նաև ընկերներ ունենք, որ առաջարկում են, եկեք անվճար անեմ, եկեք տեստավոր եք, առաջարկել են տարբեր քաղաքապետից սկսած մինչև տարածքային նախարար, ասում են, եկեք անվճար անեմ, բան, դրանից հետո գոստը փոխեք, ես գոստով հանձնարարենք ճանապարհները, 5 տարի ծառայել փոխարեն, կծառայ 15 տարի, բայց գինը կավելանա 20%-ով։ Ավելի լավ չի 15 տարի 20%-ով ավելանա, բայց 300% ավել ծառայի, գինը թանկանա 20%։ Հա, այտենց շոր լուծումներ կա, որը որ էլի մեր մոտ չի արվում, դից կարճ ասած շատ դանդաղ շարժվող ոլորտ է, որը արդեն մեր տնտեսական արդյունավետության վրա շատ աղացում։ 3 սմենով աշխատանքներ, օրինակ Երևանում բոլոր ճանապարհաշինական աշխատանքները պետք է 3 սմենով լինեն։ Հա, որովհետև ինչ է նշանակում 2 ամիս կամուրջ են սարքում։ Չինացիները մի գիշերում են կամուրջ քանդում հավաքում։ Չեմ ասում ասֆալտապատում, քանդում հավաքում։ Քանդում են կամուրջը եւ դա սարքում են նորից կա ու Կիևյանի չափ կամուրջն չի ավելի փոքր կամուրջ էլի, իսկ մեր մոտ ասում են բանը պետք է 2 ամիս հա ու դից աշխատանք չեն անում եմ 2 անգամ անցել եմ դատարկ ասած 2 հոգի ման են գալ այդ կամուրջի վրա չգիտեմ ինչ է համար էլի այսինքն այս չի որ պիկ աշխատանք են անում էլ այսինքն այդ չափանիշներն պետք է փոխվեն որը հա ճիշտ է 3 սմենով աշխատանքը քաղաքապետարանի վրա 50% ավելի թանկ կնստի տենդերը բայց երկրի վրա էլ տնտեսական այսինքն 3 անգամ ավելի արագ կկառուցվեն ճանապարհներ որը մեծ էլի տնտեսական էֆեկտ կունենա պետության վրա տենց այսինքն անուղղատի տնտեսական հաշվարկները պետք է անել ամեն գծով որը ցավոք սերտի մեր մոտ չի արվում իներցիայով գնում է առաջ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ մենք այս թեմային վերադառնալու ենք եւ ցավոք սրտի ոչ մեկ անգամ, որովհետեւ այնպես չի, որ այս հարցը տենց արագորեն լուծվելու է, էլի։ Հա, պետքա պոպուլիզացնել, հիմա մեր անմիջական ուղղվածության հետաքրքրությունները մեզ չի մտնում, ենթադրենք ճանապարհ որպես գործարարների միություն, բայց մեզ առնչվում է տնտեսական արդյունավետության տեսանկյունից։ Ու երբ որ առնչվում է տնտեսական արդյունավետության տեսանկյունից, փոխվում ուսումնասիրենք, հասկանանք ոնց կարա ավելի լավ լինի, փորձում ենք այդ գաղափարները պոպուլիզացնել։ Հիմա այս հաղորդումն էլ այդ իդեաների գաղափարների պոպուլիզացման ուղղված հաղորդում է, որ հասարակությունը եւ շատ տարբեր մարդիկ, այդ թվում հուսամ նաեւ պատասխանատու մարդիկ, տեսնեն, որ լուծման տարբերակներ շատ կան ու ես հավատում եմ, որ միշտ կարելի է գտնել այդ լուծման տարբերակները։ Այսքանը այսօր սիրելի ռադիո լսողներ, Վարամ Միրաքյանն էր հաղորդման հեղինակը առաջին խոսափողի մոտ, Դավիթ Խումարյանը երկրորդի, շարունակեք լսել գործարար ալիքը, մենք կհանդիպենք։